հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել, հնարավոր է արտահերքը չէ, հնարավոր է հավանականություն ես տեսնում եմ որոշակի եւ պարզ է, որ հիմա այդ քաղաքական մարտերը խորհրդարանան պիտի սրվի եւ իմ գնահատականով իսկ գալիք տարին այսպես է լինել։ Հիմա մարդիկ նաեւ ինչ որ նարատիվներով իշխանություն են ստացել եւ այսօր արդարացման ինչ չունեն։ Իսկապես ոչինչ չունեն։ Նույն հիմնադրամով անի 65 միլիոն ծնդելը մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն մի երկու հոգու մեղադրանք առաջարկեն, հետո ասեն դե քանի որ համագործակցել է քնության հետ կարճ ազնիվ գործուն զղջացել են, հա, տերմին հետ իրենք են ընդունել այդպիսի բան չկար էլի։ Եթե չեմ սխալվում Ալեն Սիմոնյանի ինչ որ հարազատները գործուն զղջալով, ասես լավ բան են ընդունել, ինչ ասես դրա տակ կարած դնես։ Չոր քաոսան նոխազ են գտնելու, վրան ինչ որ մի բան կապեն, մեկին կարան տանեն մի թեթև ինչ որ մի իբրե պատեշ տան բան։ Փող նստելու ինչ որ ինստիտուտ էլ է այս ամեր մոտ։ Կարծում եմ առաջանալու այդ կինոյի պես է որ ասում բանի ժամանակ նստել է Նիկոլայ Պերուի ժամանակ, հետո Նիկոլայ Երրորդի ժամանակ, Աստապ Բենդերին այդ ֆիլմերը կար չէ։ Հիմա սուրանինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն ինչ են իրենք արել եւ այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումների։ Իսկապես գիտեն ինչ են։ Չեմ կարծում որ այդ աստիճանի ապուշ չեն։ Եվ պատասխան տալու ժամանակը գալիս։ Եվ իհարկե անելու։ Ես ստեղ ավենտիաց ասած չեմ զայմալ։ Հիմա ստեղ մեկ հարց կա, նայեք։ Նաև խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրող այդպիսի դրսևորումների սադրող անձիկ է։ Ես որ նայում եմ, օրինակ Ալեն Սիմոնյանը ինքը չի հասկացել, որ ինքը խորհրդարանի խոսնակն է, այլ ոչ թե խորհրդարանի տնօրենն է։ Իսկապես չի հասկացել, որովհետև իրենց պահում են, որ այդ վերևը նստում են, իրենց թվում է, թե ինքը դիրեկտոր է։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը նա է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնել։ Ինքը այդ կոպիտ ասած այդ բլիժնի բոյի մեջ ինքը չպիտի մտնի։ Վերջը մենք քանի խոսնակ ենք ունեցել մեր խորհրդարանում, ով է իրեն այսպես պահել։ Ամեն մի ելույթից հետո ինչ որ մեկնաբանություններ են անում, մեդան են ընկնում։